Ժողովուրդ ջան, նայեք այսօր ինչ համեղություններ ենք պատրաստել, լամանջո ենք պատրաստել շատ հետաքրքիր ձևով։ Կխնդրեմ բոլոր մեր հետևորդներին անպայման վիդեոն մինչև վերջ դիտեք, որ տեսնեք թե ինչ ձև ենք պատրաստել։ Դե գնացինք պատրաստելու։ Ժողովուրդ ջան, լամանջո պատրաստելու համար ինչ ա մեզի անհրաժեշտ։ Հիմա մեր օպերատորին կխնդրենք մոտիկից ցույց կտա։ Ուրեմն ամեն առաջինը ժողովուրդ ջան, անհրաժեշտ ա մեզի տավարի փափուկ միս, որ լինի յուղոտ, որ մեր մոտ շատ համեղ ստացվի։ Ուրեմն ֆարշը պատրաստելու համար ինչ ա մեզի անհրաժեշտ։ Բանջարեղեններից սամիտ եւ համեմ, պամիդոր, ժողովուրդ ջան, սոխը անհրաժեշտ, սխտոր, գույնավոր բիբարը անհրաժեշտ։ Ուրեմն համեմունքներից աղ, կարմիր բիբար, սև բիբար, սխտորի փոշի եւ չաման։ Սոուսներից ուրեմն աջիկա է անհրաժեշտ, ժողովուրդ ջան, տոմատի մածուկ եւ մռու կեչուպ։ Ժողովուրդ ջան, խմորը պատրաստելու համար ինչ ա մեզի անհրաժեշտ։ Ալուր, ջուր, ձեթ եւ աղ։ Դե գնացինք պատրաստելու։ Ամենաառաջինը անհրաժեշտ է պատրաստենք խմորը։ Դե գնացինք պատրաստելու։ Ժողովուրդ ջան, խմոր պատրաստելու համար ինչ ա մեզի անհրաժեշտ։ Ալուր, ջուր եւ աղ։ Ապիսանիայի մեջ ժողովուրդ ջան, ես կգրեմ չափաբաժինը։ Ավելացնում ենք 800 միլիգրամ ջուր, եւ ավելացնում ենք 2 թեյ կթալ աղ։ Ժողովուրդ ջան, խմորը լավ հավաքվելուց հետո, որ ալուր կողերը չլինի, ավելացնում ենք ձեթ։ Շարունակում ենք խառնել։ Ժողովուրդ ջան, մեր խմորը արդեն պատրաստ է, հիմա պետք է մեզ ձեզ ցույց կտամ ինչ ձևի խմոր ա մեր մոտ ստացվել։ Էլաստիչնի խմորը մեր մոտ ստացվել է։ Հիմա մենք այս ձևի խմորը թողելու ենք 1 ժամ հանգստանա։ Կմիանանք ձեզի հաջորդ քայլին։ Գնացինք։ Մինչև մեր խմորը հասունանա, մեզի անհրաժեշտ է պատրաստենք ֆարշը։ Ամենաառաջինը մեզի անհրաժեշտ է կտրատել միսը, ժողովուրդ ջան։ Մենք ինչ հավեսին մսով ենք պատրաստելու, պետք է անպայման միսը լինի յուղոտ։ Հիմա այսանք սիրուն այսպես կտեղադրենք այստեղ, ժողովուրդ ջան։ Մեր տեսադաշտը բացենք, կարողանանք հավեսին աշխատենք։ Մեզի պետք է կտրատենք ու աղանք։ Միսը նայում եք, ժողովուրդ ջան, ինքը պետք է անպայման յուղոտ լինի։ Ու ժողովուրդ ջան, ձեր բոլորի խնդրանքով որոշեցին մեր հետևորդները, որ պետք է պատրաստենք լամանջո։ Ու կտեսնեք ինչ հետաքրքիր ձևով ենք պատրաստում։ Ամենակարևորը, ժողովուրդ ջան, պետք է որ վիդեոն մինչև վերջ դիտեք, որ իմանաք ինչ ձև ենք պատրաստում։ Հիմա ես կտրատեմ ամբողջը եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, ուրեմն միսը կտրատելուց հետո մեզի անհրաժեշտ է 2 գլուխ սոխ, սխտոր, գույնավոր պղպեղներ եւ պամիդորը անհրաժեշտ։ Պետք է ամբողջը մենք աղանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, միսը աղալուց հետո մեզի անհրաժեշտ է կտրատենք բանջարեղենները։ Անհրաժեշտ է սոխ, պամիդոր, գույնավոր պղպեղներ եւ 2 պճեղ սխտոր։ Հիմա անհրաժեշտ է մենք այս ամբողջը աղանք։ Ժողովուրդ ջան, աղում ենք բիբարը։
Աղում ենք պամիդորը։ Եվ անհրաժեշտ է սխտոր։ Ժողովուրդ ջան, ուրեմն միսը ու բանջարեղենները աղալուց հետո մեզի անհրաժեշտ է համեմենք։ Ավելացնում ենք 2 թեյ կթալ աղ։ Ավելացնում ենք կարմիր բիբար 2 թեյ կթալ։ Ավելացնում ենք 1 թեյ գթալ սև բիբար։ Ավելացնում ենք չաման։ Ավելացնում ենք սխտորի փոշի։ Ավելացնում ենք մռու կեչուպ։ Ավելացնում ենք տոմատի մածուկ։ Եվ ավելացնում ենք աջիկա, որը շատ անհրաժեշտ բան է ժողովուրդ ջան։ Յան ամբողջը այսպես ավելացնում ենք։ Համեմունքները ավելացնելուց հետո մեզի անհրաժեշտ է կտրատել կանանչին։ Գնացինք։ Համեմ եւ սամիթ է անհրաժեշտ կտրատել։ Կտրատեմ եւ միանամ ձեզի։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, անհրաժեշտ է կանանչի շատ մանր կտրատել։ Հիմա ես ցույց կտա մեր օպերատորը։ Համեք այս ձևի պետք է մանր կտրատվի։ Հիմա մեզ պետք է ավելացնենք մեր մսի վրա։ Ուրեմն կանաչին ավելացնելուց հետո անհրաժեշտ է տնավարի, ոնց որ ես սիրում եմ, տնավարի պետք է այսպես խառնենք յան։ Լստենայք։ Այսպես ակուրատնի ժողովուրդ ջան, պետք է յան լավ տնավարի խառնենք, որ մեր համեմունքները լավ տարածվեն։ Ափսոս չեմ կարա հոտը ձեզի փոխանցեմ ժողովուրդ ջան։ Լրիվ համեղություն է մեր մոտ ստացվել։ Ժողովուրդ ջան, մեզի անհրաժեշտ է հիմա ջուր ենք ավելացնում։ Եվ նորից էլի ձեռքով այսպես ավվեսին յան խառնում ենք։ Որ ասում եմ վայ չուտողին ժողովուրդ ջան։ Այս համեղությունը։ Ոնց կարա մարտեսի չսարքի ու յանտանիքի հետ չվայել ժողովուրդ ջան։ Մեր միսը արդեն պատրաստ է։ Հաջորդ քայլին մենք ձեզի կմիանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր ֆարշը արդեն պատրաստ է։ Հիմա մեր օպերատորը մոտիկից ցույց կտա։ Պետք է ոչ շատ ջրիկ լինի, ոչ է շատ պին լինի։ Որ ջրիկ լինի, ինքը լավ չի եփվի ու միսը չի մնա խմորի վրա։ Դրա համար պետք է այս ձևի ֆարշ ստանաք, որ ձեր մոտ լստենայք ժողովուրդ ջան։ Համեք ինքը ոչ շատ պին դա, ոչ շատ ջրիկ է։ Ձեռքով հիմա ցույց կտամ ձեզի։ Էլ հոտի մասին ժողովուրդ ջան չեմ ասում։ Հոտը լրիվ վերջն է։ Գնացինք հաջորդ քայլին ձեզի կմիանանք։ Ուրեմն մեր խմորը արդեն պատրաստ է։ Պետք է խմորը ձեր մոտ ստացվելուց, եթե պատրաստելու եք, պետք է լինի պինդ եւ էլաստիչնի։ Նայեք, ոնց որ մեր մոտ է ստացվել։ Այս ձևի խմոր է պետք ժողովուրդ ջան ստանաք։ Ուրեմն հիմա ես ձեզի ցույց կտամ, մենք ինչերի մեջ ենք պատրաստելու։ Այս ձևի ֆորմ եք, հա, հատուկ լամանջո պատրաստելու համար։ Դիամետրը 33 սանտիմետրանոց է։
Հաջորդ մեր քայլը ինչ ա մեզի անհրաժեշտ։ Անհրաժեշտ է խմորը այսպես վերցնում ենք։ Հարկավոր է մեր խմորի գունդերը 150 գրամ պետքա լինի, որ կարողանանք մենք լամանջո ստանանք։ Ну 10 գրամ, 5 գրամ էսյան ժողովուրդ ջան, 150 գրամանոց պետքա գնդեր մենք պատրաստենք։ Մի քիչ ավել է, կարելի է։ Ու վերջում պետքա որ այս ձևի գունդ արվի ժողովուրդ ջան։ Այսպես։ Եվ թողում ենք գունդերը 10 րոպե հանգստանան։ 10 րոպեից հետո պետքա իհետ աշխատենք։ Հիմա ես կտրատեմ այս ձևի գնդեր անեմ, 10 րոպե հետո մենք ձեզի կմիանանք։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, ուրեմն մեր խմորը արդեն պատրաստ է։ Հիմա սկսում ենք պատրաստել։ Ինչա մեզի հարկավոր, ամենաառաջինը ալուր ենք այսպես ավելացնում։ Քերով այսպես սիրուն։ Յանը բացում ենք։ Եվ վերցնում ենք պետքա իան կլոր այսպես բացենք մեր ֆորմայի դիամետրով։ Ժողովուրդ ջան, այսպես բացելուց հետո ժողովուրդ ջան, այս ձևի պետքա այս ձևի ստացվի, այս դիամետրով։ Հիմա մեր հաջորդ քայլը ես ձեզի ցույց կտամ ինչ ենք անելու։ Վերցնում ենք մեր ֆորմեն։ Այսպես անհրաժեշտ է, ժողովուրդ ջան։ Սիրուն յան տեղադրում ենք ֆորմի մեջ։ Всё, ժողովուրդ ջան։ Հաջորդ մեր քայլը։ Որ ասում եմ վայ չուտողին ժողովուրդ ջան։ Եվ անհրաժեշտ է այսպես վերցնում ենք ժողովուրդ ջան, տնավարի, ոնց որ ես սիրում եմ։ Ու սենց տարածում ենք ֆարշը խմորի վրա։ Թխելու ենք 250 աստիճան, վերև ներքև կոնվեկցիայով ժողովուրդ ջան։ Մենք զառանի արդեն դուխովկեն միացրել ենք։ Ժողովուրդ ջան, այսպես լավ տարածում ենք միսը, որ խմորը չերևա։ Արդեն պատրաստ է, ուղարկում ենք ջեռոց։ Ժողովուրդ ջան, լստենայք ինչ գեղեցկություն է մեր մոտ ստացվել։ Լստենայք։ Որ ասում եմ վայ չուտողին։ Ժողովուրդ ջան, մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Հիմա կցույց տանք մեր մոտ ոնց է ստացվել, լստենայք, որ ասում եմ վայ չուտողին։ Ժողովուրդ ջան, պատրաստում ենք երկրորդը։ Հիմա միջև պատրաստելը ես ձեզի ցույց կտամ։ Այմեք ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Հիմա տակի մասը մեր օպերատորը ցույց կտա։ Էլի եմ կրկնում, դիամետրը 33 է։ Դուք կարաք փոքր պատրաստեք, մենք տունը այս ձևի ֆորմեկով ենք պատրաստում։ Այսինքն սիրուն կտեղադրենք, վերջում կփորձենք, թե ոնց է մեր մոտ ստացվել։ Այսինքն հաջորդը ժողովուրդ ջան, այլի նույն ձևի տարածում ենք, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, տարածելուց հետո ես հիմա ձեզի ցույց կտամ իմ սիրած տարբերակը։ Ես սիրում եմ ժողովուրդ ջան, վրան ավելացնում եմ պանիր։ Այսինքն վերցնում ենք պանիրը։ Այսինքն հավեսին տնավարի ամենակարևորը։ Հա մեկ ինչ ձևի գեղեցիկ համ տեսք եք յան տալի, համ էլ շատ համեղած ժողովուրդ ջան այս ձևի ստացվում։ Փորձեք անպայման ու կոմենտարյաների մեջը գրեք։ Ումա է ձևի դուր գալի։ Всё, պատրաստ է ժողովուրդ ջան։ Այս ձևի ուղարկում ենք ջեռոցի մեջ։ Եփվելուց հետո ես ձեզի կմիանամ։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, հիմա նույն ձևելի ցույց ենք տալի, պաներով տարբերակը եւ յան տեղադրում ենք ջեռոցի մեջ։ Կմիանանք ձեզի եփվելուց հետո։ Գնացինք։ Ժողովուրդ ջան, մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Հիմա պանիրով տարբերակը ես ձեզի ցույց կտամ, հլստեն նայեք։ Այն ասում է վայ չուտողին։ Այսի ոնց սարքես ու չվայելես։ Ժողովուրդ ջան, լես գեղեցկությանը նայեք հələ։ Հլստեն նայեք։ Որ ասում եմ վայ չուտողին։
Ժողովուրդ ջան, մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Հիմա մեր օպերատորին կխնդրենք մոտիկից սաղ ցույց կտա, մեր մոտ ինչ ձև է ստացվել։ Հիմա ժողովուրդ ջան, լամանջոն պատրաստելու համար պետք է որ պատրաստեք, այսպես միսը ինքը կպչի, չթափի։ Ուրեմն մեր մոտ ստացվել է նորմալ։ Համեք ինչ տարբերակներով է։ Հիմա ինչ ենք անում, ժողովուրդ ջան։ Ես սիրում եմ կարագով։ Հիմա վերցնում ենք կարագը, այսպես մի փոքր, այսպես տնավարի մի հատ ձեռքով, այսպես սիրուն թողում ենք։ Մինչև կարագը ալի, այս էլ պաներով տարբերակն է, նույն ձևի տեսնում եք, ինքը նորմալ կպչել է, որ չի թափում, ուրեմն մեր մոտ շատ լավ է ստացվել։ Եվ հաջորդ կողմը։ Այս համեղությունն էլ նույն ձևի կփորձենք։ Ժողովուրդ ջան, հաջորդ մեր քայլը, մեզի անհրաժեշտ է լիմոն։ Այսպես լիմոնը վերցնում ենք, նայեք հələ ժողովուրդ ջան, այսպես տնավարի։ Ըստ նայեք, եսի ոնց կարա մարդ չսարքի ու չվայելի։ Ու վերցնում ենք ժողովուրդ ջան, այսպես տնավարի, այսպես յան սիրուն, ոնց որ պետք է։ Ու ամենակարևորը հավեսով ժողովուրդ ջան։ Հիմա այդ նույն հաջողության այսպես սիրուն մի հատ կտրում ենք, որ կարողանանք ու լստեն նայեք ժողովուրդը։ Ժողովուրդ ջան, դու չեք պատկերացնեմ ինչ ձևի վերջն է ժողովուրդ ջան, անպայման պատրաստեք ժողովուրդ ջան։ Ու կխնդրեմ ձեզի անպայման կոմենտարիաների մեջ գրում եք, թե ոնց է ձեր մոտ ստացվել։ Օրեսի Հիմա նույն ձևի փորձենք ժողովուրդ ջան, պաներով այսպես էլ նայում եք ինչ ջրալի է այսպես։ Ոյ, վայ չուտողին ժողովուրդ ջան, հլստեն նայեք, այսպես սիրուն տնավարի վերցնում ենք, հենց վրան, այսպես։ Այսպես սիրուն մի ասես կտրում ենք, յան։ Լստեն նայեք ժողովուրդ ջան։ Ինձ ավելի շատ պաներով տարբերակն է ժողովուրդ ջան դուր գալի, չեմ անում, բայց երկուսն էլ շատ համեղ են։ Այսպես թանն էլ վերցնում ենք, տնավարի սարքած թանով էլ ժողովուրդ ջան, ու յան սիրուն, այսպես զապի վատ ենք անում։ Ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, այս իմ ամենասիրած պանն է, որ այսպես ընտանիքով չարչարվում ենք, վերջում նստում ենք այս համեղությունը վայելում ենք, վայելում, դե գնացինք վայելելու։